Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այս 8 տարվա մեջ բացի վատ բաներից Հայաստանի Հանրապետության համար ոչ մի լավ բան չի արել։ Ես կուզեմ տեսնեմ կառավարության ներկայացուցիչներից մեկը, որ իջնի ներքև ու ցույց տա մեկ կետ, ավել բան չեմ ասում, որ իրենք կատարել են իրենց նախընտրական ծրագրերից։ Ավելին, նրանք արել են այն, ինչ չեն արել։ Նրանք արել են այն, ինչ մեր թշնամիներին չի հաջողվել հազարամյակներով։ Նրանք նսեմացրել են հայի պատիվն ու արժանապատվությունը։ Ու այդ պատիվն ու արժանապատվությունը մենք վերականգնելու ենք ուժեղ Հայաստանում, որի սկիզբը դրվելու է հունիսի 8-ից։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն սրբազան հայրերին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն! 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 Իմիջայլոց այսօր մի շատ խորհրդանշական նվեր ունենք մենք վարչապետի աթոռը զբաղեցնողին եւ խնդրում ենք կառավարության անդամներից կամ աշխատակիցներից մեկը մոտենա, որպեսզի փոխանցենք նրան այդ փոքրիկ նվերը։ Միջև մոտենամ, կբացահայտեմ, իհարկե։ Ուրեմն կառավարության ղեկավարին մենք նվիրելու ենք հեռախոս։ Իմիջայլոց օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը չգիտես ոնց իր մտքով անցավ ու որոշեց, որ կարելի է Սամվել Կարապետյանին հեռախոս նվիրել, որպեսզի Սամվել Կարապետյանը կապ հաստատի ժողովրդի հետ։ Ժողովուրդ, ոչ մի նորմալ բանականություն ունեցող մարդու մտքով նման բան չէր կարող անցնել, ազնվությամբ եմ ասում։ Այն մարդուն հեռախոս նվիրել, ով իր ամբողջ կյանքում հարյուրավոր միլիոնավոր դոլարներով օգնել է հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին։ Բայց բերեք մի բան ֆիքսենք, այս անգամ էլ ինքը խաբեց։ Նա չկատարեց իր խոստումը։ Խոստացավ, կրկին չարեց։ Մինչ օրս նրա նվերը չի հասել։ Չնայած Սամվել Կարապետյանը իսեր աստծո դրա կարիքը չունի։ Ինքը երբ ունենա հնարավորություն, ինքը ժողովրդի հետ անպայման խոսելու է։ Մենք նրա անունից խոսում ենք ժողովրդի հետ։ Բայց մենք այսօր բերել ենք այս հեռախոսը, որի միջոցով հնարավոր չի կեղծ լուրեր տարածել, որի միջոցով հնարավոր չի ատելության քարոզ տարածել, որի միջոցով հնարավոր չի ազգը պառակտել, որի միջոցով հնարավոր չի ընտանիքների մեջ թշնամություն մտցնել։ Այս հեռախոսը ամեն ինչը բլոկելի է, ամեն ինչը։ Նման խոսույթը վարչապետի բլոկելու է այս հեռախոսը։ Դրա համար մենք ուզում ենք նվիրենք այս հեռախոսը նրան, որ հայ ժողովուրդը նորմալ ապրի ու ամենակարևորը վերջին անգամ ինքը սրանով դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի, որ սրանից հետո Հայաստանում գերիշխում է օրենքը ու իմ ասածներին բանի տեղ մի դրեք։ Մեր նպատակը սա է այս հեռախոսը նվիրելու։ Սա մենք ուզում ենք հանձնենք, կսպասենք մենք այստեղ այնքան ժամանակ, մինչև ներկայացուցիչը իջնի, կնվիրենք այս հեռախոսը ու մեր արդեն կշարունակենք։ Եթե չիջնեն, մենք կհանձնենք կառավարություն։ Ձեր օգնությամբ նկարահանողների, օպերատորների միջոցով կգնանք ու կհանձնենք սա կառավարություն, որպեսզի փոխանցեն վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։